Մենք թատրոնում, Բրայանի թատրոնում, օպերայի և բալետի թատրոնում ունենք 3 դահլիճ, որը ամեն օր 6 օր շաբաթական կարող ենք օգտագործել 8 ժամ։ Դառնում 6 անգամ 8 մի դահլիճ այդ 48 ժամ, չէ, պլյուս 3 դահլիճ, դա մի հատ ինչ-որ թիվ անում։ Իսկ 100-ից ավել 120-140 ժամ անում, 120 ժամ։ Այստեղ մենք որտեղ մեզ ուղարկել են, մենք ունենք շաբաթական 15 ժամ, 15 ժամ և 120-140 ժամ։ Այսինքն իմ հետ չհամաձայնվելը ինչն է, որ մենք տեղ ունենք։ Ես ասում եմ, մենք տեղ չունենք, սա ուղղակի շատ պայմաններ են, ու այս պայմանները, գիտեք ինչն է ինձ բանանում, շատ հուզում մի հարց, որ ինձ այդերից բերել եք, իմ, այսպես ասած, տակ տեղից հանել եք, ես այնտեղ իմ գործ ունեմ, ես իմ արժեքը ունեմ, իմ հանճարկը կար իմ այնտեղ, ու ես եկել եմ, որ առաջ տանեմ։ Մի հատ հարց էլ կար, որ ինձ մեղադրում են, որ ես ինձ դրել եմ թատրոնի սահմաններից դուրս, այդ մի հատ աբսուրդ է, որ թատրոնի սահմանը որն է, սա վարչական ինչ-որ սահման է, սա վարչականի ադմինիստրատորի խոսակցություն է, որտեղ ես արտիստ եմ, ու ես սահման չունեմ իմ ոչ իմ մտածելակերպը, ու ես այդ սահմանները վաղուց եմ անցել, սովետական ժամանակ ես Հայաստանի սահմաններից դուրս էի, սովետականության սահմաններից էլ դուրս գնացի, ու ես դառա աշխարհում պահանջված մի խորեոգրաֆ դասատու, այսօր ես եկել եմ ստեղ, ուզում եմ ինձ նորից դնեն սահմանների մեջ, որ ես, այսինքն մնամ ես, չէ, հակառակ ես ընդերից եկել եմ, որ այս սահմանները բաց են, որտեղ այսօր Հայաստանը կարիքը ունի ներկայանալու ամբողջ աշխարհին մեծ մասշտաբներով, ոչ թե փոքր մեր սահմաններով, այսինքն ես հիշում եմ այն չինացիներին, որոնք ասում են մարդկանց պետք է մթության մեջ պահել, որ կարողանաս կառավարես, այսինքն սահմաններ դնենք, որ կառավարենք, այս բանն է ինձ հիշացնում, որ զարմանում եմ։ Ղեկավարությունը թատրոնի, որոնք շատ լավ մարդիկ են, բայց մարդիկ լինելը շատ լավ է, բայց մեզ բանը կազմակերպող է պետք, այսինքն մայիս ամսից թատրոնը փակեցին, մեզ ասեցին, որ վերջ, բոլորը պետք է դուրս գա, մայիս ամսից մինչև նոյեմբեր համարյա ոչինչ չէր կատարվում, ամեն օր ես գնում էի, բեմի վրա կանգնում էի, նայում էի, մի հատ խողովակ էին անում, միջազգային, համարյա, այսինքն մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, օկտեմբեր, նոյեմբերին նոր սկսեցին ինչ-որ ակտիվ գործել։ 6 ամիս մենք ոչ մի բան, մենք թատրոնում Սունդուկյանում ներկայացումներ սկսեցինք տալը, որ շատ դժվար էր ամեն անգամ գնալու։ Հիմա այս 2 ամիսը մեզ բանից հանեցին, թատրոնից հանեցին, մեր դահլիճները այնտեղ են, ուղղակի ես չգիտեմ, որտեղ ասեցին, որ ինչ-որ վտանգավոր բաներ կան, բայց տարբեր դռներ կային, որտեղից մենք կարող էինք մտնել և ոչ մեկին չխանգարել։ Մեր մի դահլիճը դարձել են ինչ-որ պահեստ, որտեղ շատ թանկ ապրանքներ են։ Ես շատ լավ եմ հասկանում, որ թատրոնը ահավոր մեծ կարիք ունի բանի, լավ նորոգված բեմի, բայց դա պետք է պլանավորվեր, պետք է հենց էր, որ Բալշում թատրը 5 տարի բաներ վերանորոգում էին, բայց նրանք տեղ ունեին, բոլորը գիտեին, ներկայացումները գնում էին, գաստրոլները կային, այսինքն հենց որոշվեց բանա, չպլանավորված հեռուն այսինքն բան չեղած արդեն, ու մենք այս ձևով ուզում ենք ինչ-որ բան զարգացնենք այստեղ, չի աշխատում։